Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրի Երմակը, որը պատվիրակությամբ մեկնել էր Վաշինգտոն, հանդիպել է Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչներ Քիթ Քելոգի և Սթիվ Ուիտկոֆի հետ։ Քննարկումներ ունեցել պետքարտուղարությունում և կոնգրեսում։ Քննարկվել են մարտի դաշտում իրավիճակը, Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունները, հակառուսական պատժամիջոցների խստացման հեռանկարը և Կիևին ռազմական աջակցությունը։ Երմակը հիշեցրել է, որ Մոսկվային են փոխանցել պատերազմի ընթացքում Ռուսաստանից Ուկրաինա տեղափոխված երեխաների անուններ և ակնկալում են, որ նրանք կվերադարձվեն հայրենիք։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը մտահոգություն է հայտնել, որ Ռուսաստանը չի ցանկանում հրադադար հաստատել։ Եթե այսպես շարունակվի, ստիպված կլինենք գործողություններ անցկացնել և ոչնչացնել նրանց ռազմական ներուժը, նախազգուշացրել է Երմակը։ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգն էլ հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների նոր փաթեթն արդեն մշակված է և Կոնգրեսն ու Սպիտակ տունը անհրաժեշտության դեպքում դրանք կհաստատեն։ Նրա խոսքով այդ պատժամիջոցները բավական ծանր կլինեն։ Անդրի Երմակն էլ նշել է, որ Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցները բավարար չեն, շեշտել դրանք պետք է համակարգվեն նաև Եվրամիության հետ։ ԱՄՆ նախագահը չի բացառում, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են խստացվել, սակայն զգուշավոր է այդ հարցում, հայտարարում են Վաշինգտոնից։ Միևնույն ժամանակ Սպիտակ տան խոսնակը նշել է, որ Դոնալդ Թրամփը դեռ դրական է տրամադրված ռուս-ուկրաինական կարգավորման հարցում և գնահատում է բանակցություններում նկատվող առաջընթացը։ Քերոլայն Լևիտը շեշտել է, Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունները տեղի են ունեցել Թրամփի համառության և վճռականության շնորհիվ։ Չնայած ամերիկյան կողմի լավատեսությանը, Ուկրաինայի արտգործնախարարը հայտարարել է, որ Ստամբուլյան բանակցությունների ընթացքում ռուսական կողմը շարունակել է վերջնագրային պահանջներ ներկայացնել, իսկ դա մեզ չի մոտեցնում խաղաղությանը, նշել է Անդրի Սիբիհան։ Դիվանագետը հավելել է, հակամարտության կարգավորման Կիևի տեսլականին Մոսկվան դեռ չի արձագանքել։ Ռուսաստանը բանակցություններում կառուցողական մոտեցում չի ցուցաբերում, ինչի հետևանքով Ստամբուլյան ձևաչափը վերածվել է ռազմագերիների փոխանակման հարցով հանդիպումների, մտահոգություն է հայտնել Սիբիհան։ Անկարան հուսով է, որ շուտով կանցկացվի ռուս-ուկրաինական բանակցությունների երրորդ փուլը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։ Հաքամ Ֆիդանի խոսքով կողմերը տեսնում են, որ միասնությունը լավ արդյունքներ է տալիս։ Հարկավոր է հավատարիմ մնալ հրադադարի և խաղաղության գաղափարախոսությանը։ Թուրքիան պատրաստ է ընդունել նաև երկրների առաջնորդների մակարդակով հանդիպումը։ Ռեջեփ Էրդողանը միակ մարդն է, որին հավասարապես վստահում են Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների նախագահները, շեշտել է Ֆիդանը։ Նա չի բացառել, որ Կիևի և Մոսկվայի պատվիրակությունների հանդիպումների արդյունքում կարող է պայմանավորվածություն ձեռք բերվել ամենաբարձր մակարդակով բանակցությունների մասին։ Թուրքիայի արտգործնախարարի խոսքով հարկավոր է թույլ չտալ, որ ռուս-ուկրաինական պատերազմը վերածվի ավելի գլոբալ հակամարտության։ Շվեյցարիան միացել է Եվրամիության հակառուսական պատժամիջոցների 17-րդ փաթեթին և ընդլայնել է սահմանափակումների ցանկը։ Շվեյցարիայի կառավարության տվյալով այն ներառում է 17 անհատի, 58 կազմակերպության, ինչպես նաև 189 նավ և 31 ձեռնարկություն։ Պատժամիջոցներն ուժի մեջ են մտել հունիսի 3-ից։ Հակառուսական սահմանափակումների 17-րդ փաթեթը Եվրամիությունը հաստատել է մայիսի 20-ին։ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, Բրյուսելը մտադիր է շարունակել այս կուրսը և մշակել 18-րդ փաթեթը, որը կվերաբերի էներգետիկ և ֆինանսական ոլորտներին։ Դիանա Գասպարյան, լուրեր։